Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես 2026 թվականն ընտրական տարի է Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն իսկ մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, տարբեր կոչեր, օրինակ 2026-ի սկզբին հենց Ռոբերտ Քոչարյանը, երբ շնորհավորեց հասարակությանը նոր տարվա կապակցությամբ, ասաց, որ 2026-ին միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների եւ շարունակական նվաստացումների անիվը կանգնեցնել։ Համամիտ եք, որ քանի որ նախկին նախագահը 2025 թվականը համարել է նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման տարի, համամիտ եք այն հայտարարության հետ, այն տեքստի հետ, որը հրապարակեց նախկին նախագահը։ Մի փոքր նրբություն կա, մեր պետք է ասել, մեր նվաստացումների, մեր պարտությունների, մեր հաշվետվության, մեր դատավարությունների տարին ավարտենք միամուռ ուժերով, այսինքն դա յուրայիններին էր դիմում, յուրայիններին կարելի ասել, որովհետև մենք ունենք ուղղակի անվիճելի տվյալներ, անվիճելի թվեր կան, որ որևէ նույնիսկ իրենք չեն վիճարկել դա ընտրությունների արդյունքները նախորդ։ Այսինքն մեր քաղաքացիները ընտրազանգվածը իր ընտրությունը այդպես է կատարել, անկախ նրանից մեզանից որևէ մեկը համաձայն է, թե համաձայն չէ, բայց մենք կանգնած ենք փաստի առաջ նախկինները ճիշտ է իրենց արդեն քաղաքացիություն ստացած տերմին կա, մերժվածները, այո, նույնպես ունեն ընտրազանգված եւ նրանք հիմա հաշվետվություն են տալիս, ես հաշվետվությունը վերցնում եմ փակագծերի մեջ, ուզում եք ասել ցուցմունքներ են տալիս, դեկլարացիաներ են գրում, փաստաբաններ են հրավիրում, այո, նա պետք է խոսում, նա հենց այդպես էլ խոսում է։ Դուք ասացիք յուրայինների համար, այսինքն ովքեր են յուրայինները եւ այստեղ դուք համամիտ եք, որ 2026-ին միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների եւ շարունակական նվաստացումների անիվը կանգնեցնել, այս տեքստի հետ եմ ուզում։ Ես այդքան տեղը հանում եմ, առանձնացնում եմ, կտրում եմ, կոլաժ եմ անում իրենց պարտությունների, կոռուպցիաներների հաշվետվության մասն, այ մենք կոռուպցիաներներս, մենք ժողովրդավարությունը կաշկանդողներս, այ դրա մասին է խոսքը, իշխանությունը զավթողներս 25 թվականին կորուստներ ենք ունեցել, դատավարություններ են եղել, ազատազրկումներ են եղել, գույքի առգրավում է եղել, այ եթե դա է ասում, ես հասկանում եմ, ասում եք, որ փորձեք լավ փաստաբաններ հրավիրեք, լավ փաստաբան հրավիրեք, վճարեք, լավ վճարեք, գուցե եւ մեղմացնեն, ձեր վիճակը մեղմացնեն, իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, դա արդեն անիմաստ է, դրա մասին խոսելը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենք գիտեն ում են ընտրելու, համենայն դեպս իրեն այդ հայտ ներկայացնողները չեն, նրանք չեն կարող լինել, դա 3 չէ առաջորդն է ու մերժված է, 2 անգամ ընտրությունների միջոցով է մերժվել, գիտեք, եթե մի անգամ սխալվում է, նույնիսկ հանրությունը սխալվելու իրավունք ունի։ Բայց այդուամենայնիվ, պարոն Արշակյան, տեսեք, նույն նախորդ ընտրությունների ժամանակ ամեն դեպքում հենց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը հայտնվեց խորհրդարանում եւ երկրորդ տեղում։ Ես չեմ բացառում, որ եթե այսպես շարունակվի, նրանք էլի կհայտնվեն երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ տեղում, նրանք կհայտնվեն խորհրդարանում, որովհետեւ մինչեւ հիմա ինչ որ կատարվում է, իրենք են դարձել ժողովրդավարական ուժերի ազգային ժողովում ներկայացված ժողովրդավարական ուժերի գործընկերը։ Նաև այլ իմաստով, այսինքն մեր երկրում հիմա կան 2 ուժեր, ժողովրդավարականները իդեմս քաղաքացիական պայմանագիրը եւ իր դաշնակիցները եւ մերժվածները, բոլոր ռեսուրսները մերժվածների աշխատում են պետության դեմ, ժողովրդավարության դեմ,
աշխատում են այդ ուժերը, եթե այսպես շարունակվի, նրանք կհայտնվեն։ Դա է հետաքրքիր, որ մերժվածները նախ նրանք հայտարարություն անելու իրավունք եւ հնարավորություն ունեն։ Այսինքն դուք կարծում եք, որ պետքա ձեր ձևակերպման պետք նույն մերժվածները հայտարարություն անելու իրավունք էլ չունենային։ Այո, Ինչու։ որովհետեւ երկիրը զավթած խմբավորումը իրավունք չունի քաղաքական կյանքին մասնակցելու, կան դատավճիռներ, կան քրեական գործեր այդ առիթներով։ Նրանք պետք է զրկված լինեին ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, այսինքն ազատազրկված լինեին։ Մենք դա զանգվածային միջոցառումներ են, մարտի 1-ը զանգվածային է եղել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, զոհվել են, զոհեր կան, այսինքն կազմակերպիչները ազատության մեջ են, քաղաքական հայտ են ներկայացնում։ Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ թերություն է, մարտահրավեր է, ակնհայտորեն քրեական ենթամշակույթը կրող մարդիկ չպետք է կարողանան Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայտ ներկայացնել կամ այլ պետությունների, ես օգտագործում եմ Ռուսաստանում տարածված տերմինը, ինոագենտները, այլ երկրների շահերը ներկայացնող քաղաքական ուժերը մասնակցում են, պայքարում են քաղաքական իշխանության համար։ Գոյություն ունեցող քաղաքական իշխանությունը դա թույլ է տալիս։ Ես կարծում եմ, որ պետք է այդպես չլինի, դա կոպիտ սխալ է։ Բայց այդ դեպքում չեք կարծում, որ լինում է նաև խոսքի ազատության կամ գուցե հենց իրավունքների ոտնահարման հարց, ինչի պետք է մեկը ընտրի եւ ընտրվի, մյուսին պետք է զրկել եւ ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, պարոն Արշակյան։ Այո, խոսքի ազատությունը չի նշանակում ատելության քարոզչություն։ Դա հատուկ է, ես ինչ որ ասում եմ, օրենքի շրջանակներում պետք է արվի դա։ Օրենքը արգելում է ատելություն քարոզելը, օրենքը արգելում է մարդ սպանելը։ Հայաստանում ընդհանրապես մարդասպանությունը արգելված։ Մենք նույնիսկ դահիճ չունենք։ Մահվան վճիռ կայացնելու իրավունք չունի որևէ մեկը, բայց կայացրել են։ Եթե մարտական զենքով Երևան քաղաքում ցուցարարների վրա կրակում ես, դու մարդասպանություն ես կատարում։ Բայց ինչ ասենք, թույլ տանք, որ կրակեն մեր վրա։ Բա կոռուպցիան, բայց մասշտաբի կոռուպցիան, իսկ մյուս դեպքը, երբ որ ազգային ժողովում քվեարկություն է անցկացվում պետության անկախության դեմ, մարդիկ անուն ազգանունով գալի քվեարկում են, ասում են զրկել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճիռներ կայացնելու իրավունքից։ Մենք վճիռներ կայացնելու իրավունքը հանձնում ենք Մաքսային միությանը։ Դուք նկատի ունեք այն որոշումը, որը որ ստորագրվեց ժամանակին Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ստորագրվեց եւ ազգային ժողովը դա վավերացրեց։ Հիմա այդ ազգային ժողովի падգամավորները, որոնք որ դա ստորագրել են, քվեարկել են դրա օգտին։ Կամ հենց Սերժ Սարգսյանը այդ վճիռը որ կայացրել է, ինքը գիտեր, որ 2.5 միլիոն սովետական Հայաստանի քաղաքացի մերժել է գաղութատիրությունը, անազատությունը, բռնապետությունը մերժել ենք։ Մենք մերժել ենք, բայց դրանց կամքը հաշվի չեն առել, դրանց կամքին դեմ քվեարկություն են անցկացրել, օրենքներ են ընդունել, ու նրանք պետք է ազատության մեջ մնան, այսինքն շարունակեն իրենց գործը, խրախուսական է ազգային ժողով խցկելը դրանց, խրախուսում ենք, հակապետական ուժերը կարող են ազգային ժողովում իշխանություն ունենալ։ Ես դրա համար եմ ասում, որ իշխանությունը կարծում եմ, որ թերանում է, իշխանության թերացումն է դա, պետք է նրանք անպայման դատարանով, օրենքով սահմանված կարգով ազատազրկված լինեին եւ դատավճռի մեջ պետք է լիներ, որ նա ցկյանս զրկվում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Վերջացավ։ Պարոն Արշակյան, իսկ եկեղեցու ներսում եւ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, ինչպես կմեկնաբանեք, մենք տեսնում ենք, որ վերջին օրերին, այսպես ասած, մասնատված է այդ կառույցը, որովհետեւ մի հատված միանում է
եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հնչեցված հայտարարությանը, մյուս հատվածը սատարում է կաթողիկոսին։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ երկու թևի է հետզհետե բաժանվում հայաստանյաց առաքելական եկեղեցի ու հոգևորական թևը։ Մենք ունենք սահմանադրություն եւ օրենքներ։ Սահմանադրությունը եւ օրենքները պաշտպանում են հավատացյալների իրավունքները։ Կրոնական կազմակերպությունների նորմալ գործունեության համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ։ Հիմք ընդունելով երկու կողմի հայտարարությունները, երկու կողմ, ուզում եք 1-2 ասեմ կամ AB, AIB-ն կողմերի հայտարարությունները, արդարացան նախարարությունը վերագրանցում է, որտեղ նրանք, որ հոգևորական վերնախավը, պաշտոնյաները, կրոնական կազմակերպության պաշտոնյաները անհամերաշխ են, նույնիսկ իրար արգելում են, մուտքն են արգելում, տաճար մուտքը արգելում են, իրար թիմակիցներով դա անում են, արդարացան նախարարությունը պետք է վերագրանցի, ապահովի մեր խղճի ազատությունը, մենք պետք է կարողանանք ազատորեն գնալ եկեղեցի, հանդիպել մեր հոգևորականների հետ։ Մանրամասն կասեք այդ մասին, ինչ ասել է վերագրանցի, ինչ եք առաջարկում այդ տարբերակով։ Տեսեք, կան հոգևորականներ, որոնք իրենց կոչումով, այսինքն մունդիրով, համազգեստով, որպես եկեղեցու ներկայացուցիչ կոչ են անում քաղաքացիական պատերազմ սկսել Հայաստանում։ Այդ մարդկանց եկեղեցին դատապարտել է, կրոնական կազմակերպությունը դատապարտում է այդ արարքները, այսինքն մերժում է նրանց վարքագիծը, հեռացնում է պաշտոնից, եթե չի հեռացնում, ընդհակառակը համերաշխությունն է հայտնում եկեղեցին։ Կրոնական կազմակերպությունը դատավճիռ ունեցող հոգևորականի հետ համերաշխ է, ասում է այո քաղաքացիական պատերազմ, այո եղբայրասպանություն։ Զինված ուժերը, երբ որ քաղաքական իշխանափոխություն են կատարում, քաղաքականության մեջ մտնում են, նրանք զենքով են մտնում։ Զենքը մարդասպանության գործիք է։ Ուրեմն, եթե եկեղեցու պաշտոնյաները համերաշխ են քաղաքացիական պատերազմ կոչ անողի հետ, ուրեմն արդարադատության համակարգը պետք է աշխատի ոչ միայն եկեղեցական, այսինքն կրոնական կազմակերպությունը, կարող են լինել եւ այլ հասարակական կազմակերպություններ, հայրենակցական միություններ, եթե նրանք ատելություն քաղաքացիական պատերազմի կոչ են անում, ել չեմ ասում քաղաքական կուսակցությունների մասին, արդարադատության համակարգը լիցենզիան նրա այդպիսին լինելու հետ է կանչում, զրկում է այդ իրավունքից, բայց քանի որ կան հավատացյալներ, կան հայրենակցական միության անդամներ, ասենք ստեղծագործական միության անդամներ, նրանց շահերը պաշտպանելու համար նոր վերագրանցում է անցկացվում, նորից է գրանցում, արդեն օրենքի շրջանակներում, այն ուժերին, որոնք որ հարգում են Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունող օրենքները եւ սեփական կանոնադրությունը։ Բայց չեք կարծում, որ այս ամեն ինչ ի վերջո կարող է, այսպես ասած, լուրջ խնդիրների բերել, որովհետև կարող է ստացվել այնպես, որ մի մասը հասարակության այս հատվածին է աջակցում, մի մասը այն հատվածին է աջակցում եւ այդքան էլ նորմալ չի, էլի։ Ժողովրդավարական երկրներում հենց այդպես է։ Տարբեր կարծիքներ են լինում եւ տարբեր խմբերի են աջակցում։ Այսինքն կարծում եք, որ այստեղ պետք է այսպես լինի, որ չգիտեմ, այս եկեղեցու հոգևորականը, այս մի հատվածին է սպասարկում, այն եկեղեցու հոգևորականը, այն մի հատվածին է սպասարկում եւ երկուսը միասին կոչվում են հայ առաքելական եկեղեցի կամ հայաստանյաց առաքելական եկեղեցի։ Սուրբն էլ ասեք։ Սուրբ եկեղեցի։ Սուրբ եկեղեցի։ Դա այլ բան է։ Դա անունն է կազմակերպության։ Դա պատմություն է, մագաղաթ է։ Որովհետև եթե մարդը մտածում է այս եկեղեցի գնամ, այստեղ հոգևորականը այս դիրքորոշումն ունի, այն եկեղեցի գնամ, այս հոգևորականը այս դիրքորոշումն ունի։ Չէ, տեսեք, ես ասում եմ, ովքեր որ քաղաքացիական պատերազմ են ուզում, ովքեր որ ուզում են մարդ սպանել, նրանք գնում են այդտեղ։ Ովքեր որ չեն ուզում քաղաքացիական պատերազմ, ովքեր որ եղբայրասպանություն չեն ուզում, նրանք գնում են այնտեղ։ Հիմա գալիս է երրորդ ուժը։ Պետությունն է հանդես գալիս
իդեմս իշխանության արդարադատության համակարգի։ Արդարադատության համակարգը կոչված է Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն ապահովելու, ժողովրդավարություն, խղճի ազատություն ապահովելու համար։ Դուք պատկերացնում եք, պետությունը պարտավոր է լիցենզիան հետ վերցնելու նրանց, ովքեր որ եղբայրասպանության կոչ են անում։ Կոչ անելը նույնպես հանցագործություն է այս դեպքում, մանավանդ եթե կոչ անողները իրենց թիկունքում ունեն խմբակներ, զենքի պաշար, զինամթերք, գործողությունների ծրագիր։ Դե դուք պատկերացնում եք, մարդիկ հայտարարում են, որ մենք ուզում ենք մարդ սպանել, օրինական զենք ունենք, օրինական կազմակերպություն ունենք, կազմակերպությունը օրինական է, զենք օրինական է, նպատակը մարդասպանությունն է, քաղաքացիական պատերազմը։ Հիմա արդարադատության համակարգը, դատախազությունը, արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրավունք չունեն կասեցնելու նրա գործունեությունը, համելած որ մենք ասում ենք առաքելական Սուրբ եկեղեցի, այդ առաքելական մեր Սուրբ եկեղեցին միշտ էլ հաշվի է նստել իշխանության հետ, սուլթանի հետ, խալիֆի հետ, շահի հետ, ցարի հետ, գենսեկի հետ, պերսեկի հետ հաշվի են նստել, ով ասեց, որ իրենց համար ինչ ուզեցել արել են միջնադարում, կամ սովետական միությունում գրանցված կրոնական կազմակերպությունը հաշվետու չէր Լենինին, Ստալինին, Անդրոպովին, Բրեժնևին, հաշվետու էին, ում ուզում նրան էլ նշանակում էին, այսինքն պետության շահը տվյալ դեպքում ավելի բարձր է, քան թե կրոնական կազմակերպության շահը, որտեղ մենք ունենք այլ կրոնական կազմակերպություններ էլ, մենք ունենք աթեիստներ, ունենք անհավատներ, հո երկիրը չի պատկանում այդ կրոնական կազմակերպ, դուք որ ասում եք առաքելական Սուրբ, հայ, առաքելական Սուրբ, դա ես էլ եմ ասում, ես գրապար եմ աղոթում, բայց դա ինչ կապ ունի մարդի հետ, որը որ ասում է սպանեք իրար, այդ դա է կարևորը։ Բայց միևնույն ժամանակ, երբ հրապարակվեց այդ տեքստը եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ եղան, որոնք հայտարարեցին, որ այդ հայտարարությունը կարելի է գնահատել որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը պետք է անդրադառնա։ Տեսեք, այն թևից էլ ասում են, որ իրավապահ համակարգը պետք է այս հայտարարությանը կոնկրետ անդրադառնա։ Այո, թող անդրադառնա։ Ես դա ասում եմ, հենց թող անդրադառնա։ Գուցե ճիշտ է, պետք է հիմա մարդասպանություն լիներ, ու հիմա մենք պետք է ատրճանակներով իրար հետ խոսեինք։ Ով լավ կրակեր, շուտ կրակեր, մեկն ու մեկից բերանը կփակեր։ Գուցե դա էլ է նրանք ուզում, չէ՞ որ հիմա մենք վեր կանենք, օրինակ բռնցքամարդ լինի, սուսերամարդ։ Այսինքն դա են ուզում, դրա համար ասում եմ օրենք կա, չէ՞, արդարադատության համակարգ նշանակում է դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են ապահովել կայունությունը եւ անվտանգությունը մեր երկրի եւ քաղաքացիների խղճի ազատության իրավունքը։ Դրա մասին է խոսքը։ Դրանց թող նայեն, դրանցից որն է ճիշտ, որն է մեր երկրի շահերից բխում։ Եթե մեր երկրի շահերից բխում է քաղաքացիական պատերազմը, ուրեմն գրանցեք դա, մեզ էլ զենք բաժանեք, գնանք կռվենք բարիկադների վրա, իրար սպանենք։ Մարտի 1-ը ոնց էր։ Փորձ ունենք, չէ՞։ 1920 թվականի մայիսյան ապստամբությունը իրար սպանում էինք, նախադեպ եմ ասում, երկու նախադեպ, մայիսյան ապստամբությունը 1920 թվականին կործանվեց հայկական պետությունը, մարտի 1-ը, այս վերջերս, հայկական պետությունը տկարացավ, ընկճվեց, կողոպտվեց, մենք դա ուզում ենք, թե չէ, բա ինչ ենք դատախազություն պահում, բա ինչ ենք արդարադատության նախարարությունը պահում, Ազգային ժողովն ինչ համար է։ Դուք կարծում եք, որ իրավապահ համակարգը պետք է արձագանքի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությանը։ Այո, դա ներքին գործերին միջամտել չի, դա կառավարելն է երկիրը, դա հավատացյալների իրավունքները պաշտպանելն է։ Ես ասում եմ, ելակետը մեր պետության, մեր իշխանությունների ելակետը դա է, ապահովել քաղաքացիների կրոնական ազատությունները, թող ապահովեն մեր իրավունքները, թող ապահովեն հոգևորականների, կրոնական կազմակերպության պաշտոնյաների անվտանգությունը, սոցիալական ապահովությունը, բա դա էլ կա, չէ՞։ Մենք հոգևորականներ ունենք, որ ողորմությունով են ապրում։ Դա էլ պետք է հարցը լուծենք։ Ես կարծում եմ, որ արդարադատության համակարգը
դրանք բոլորը միասին պետաիրավական հանձնաժողովից սկսած ազգային ժողովի պետք է հարցերը դնեն, քննարկեն բաց տեսախցիկների առաջ, քննարկեն, տեսնենք արժի զենք հայթայթենք, վեր կենանք մեր հարևաններին սպանենք, մեր եղբայրներին սպանենք, թե ընդհակառակը գնանք խաղաղություն խնդրենք Աստծուց, թող որոշեն, դատարանը թող որոշի, ազգային ժողովը, արդարադատության նախարարությունը, դատախազությունը թող որոշեն, մենք ինչ ժողովուրդ ենք, ինչ երկրում ենք ապրում մենք, բարձրաստիճան հոգևորականը իրավունք ունի պատերազմ արելու, թող ասեն իմանանք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։